Դետակցիան հետ չի վերաբերվում, ես մի հատ կարծիք ունեմ, որորը Նիկոլը գնաց, մենք կդառնանք լուսահպատակ ծայրագավառ։ Հենց այտենց։ Ուսումնասիրեք, լավ ուսումնասիրեք պատմությունը։ Եղերնը, Արևմտյան Հայաստանը 25 տարին մեկ գնալ ստորագրելը, Թուրքին նվիրելը։ Ուրիշ բան ասեմ, պատերազմների ընթացքում դավաճանությունը։ Հիմա ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Շատ իզուր եք ուզում, ում եք բերելու։ Բա, ում եք բերելու։ Դե պատերազմը ծախեցին, բարդեցին Նիկոլի վրա, հիմա էլ հեռաց։ Մի աթոռ ընդամենը։ Վազգեն Սարգսյանին չասել, աթոռի կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Փաշինյանը հիմա հողի կռիվ անում է։ Ոչ, ում հետ։ Իմ նմանների տղաները գնան կանգնեն սահմանում, որ հողի կռիվ անեն։ Հա։ Չէ, նկատի ունեմ գլոբալ Հայաստանի համար պայքարում է Փաշինյանը։ Այո։ Ինչպես եք դա դուք զգում։ Պատերազմի մեջ չեմ տեսնում այս հարցի լուծումը, եթե 30 տարի այս բանակը չի զինվել, 7 տարում, թեկուզ 8 տարում, կհասնի 30 տարվա տուժածին, չէ, ես հիշում եմ, երբ որ Սերժ Սարգսյանն ասում էր հայկական բանակը Անդրկովկասում ամենաուժեղն ու ամենահզորն է, ես մի